Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ջիվանյան, որքանով որ ես հասկացա, ձեր նշանակման պահից ի վեր, այսինքն տարի ու կես, եթե չեմ սխալվում, 18 ամսվա ընթացքում սա ձեր առաջին հարցազրույցն է։ Դե դեպքում մի քիչ տանջեմ ձեզ, տարի ու կեսի։ Տեղը հանենք։ Տեսեք, եւ պարոն Մխիթար Հայրապետյանը, երբ այստեղ էր եւ ոչ միայն այստեղ, ասում էր, որ ռազմաարդյունաբերության ոլորտում այսպես արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որ պետությունը սկսել է մեծ գումարներ ուղղել այդ ոլորտին, որ բարձրացնում է գրավչությունը 24 թվականի վերջին, եթե չեմ սխալվում, այդ մարժան հանվեց ռազմաարդյունաբերության վրայից, որ 15%-ը չպիտի շահույթը գերազանցի, որպեսզի ոլորտը դառնա ավելի գրավիչ արտադրողների համար։ Հիմա թվերը դնենք մի կողմ, քանի 100 միլիոն դոլար, այդ մասին ցանկացած մեկը կարող ենք, ինչ ենք ստանում մենք դրա դիմաց։ Շատ լայն հարց է իրականում, իմ կարծիքով ռազմաարդյունաբերության վրա ծախսվող բյուջեն պետք է բաժանել տրամաբանորեն երկու շատ տարբերվող կտորների։ Հիմնականում նախորդ տարիներին ռազմաարդյունաբերության բյուջեն ասոցացվել է մենակ ԿՀՊԿ բյուջեի հետ, որը տնօրինում է պետանախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեն։ Բայց վերջին տարիների ամենամեծ, ամենալուրջ խթանը ռազմաարդյունաբերության զարգացման համար եղել է արդյունաբերական արտադրական բյուջեն, որը 22-ից 25 թվականների համար կազմել է 170 միլիարդ դրամի չափ, դա եղել է ուղղակի ուժեղ խթան ամբողջ արդյունաբերության զարգացման եւ կայացման համար։ Եթե մի փոքր ավելի մանրամասնենք, դա հանդիսանում է արդեն գնում պատրաստի պրոդուկտների, այսինքն պայմանագրեր պաշտպանության նախարարությունում հայկական արտադրության զինամթերք հանձնելու կամ տրամադրելու համար։ Իսկ ԿՀՊԿ բյուջեն դա առանձին է, դա այն գումարներն է, որոնք ծախսում են նոր պրոդուկտների մշակման համար։ Այսինքն դա ներդրում է ըստ էության գիտության այո, ճիշտ է այդպես, գիտության եւ փորձարարական մշակումների միջև։ Գիտության եւ փորձարարական մշակումներից մինչև ստեղծված ռազմական արտադրանքի բանակ մտնելը երկար իրականում ճանապարհ է ընկած։ Գիտեք, մարդիկ կան, որ շատ անհամբեր են, այդպես ասում են, եթե այսքան գումար ուղղվեց այդտեղ, մասնավորապես գիտական ուսումնասիրությունների ոլորտ, պետք է բերեք, ցույց տվեք, դրեք դիմացած տեսնեմ, այդ ինչ եք ստացել, ուրա գնացել այս գումարը եւ այլն, բայց ես հասկանում եմ, գիտությունը մի քիչ այդպես չի աշխատում։ Գիտությունը աշխատում է, որ 10 բան փորձում ես, 10-ից 9 անհաջող, մեկն է ստացվում, չէ՞։ Այո, մոտավորապես։ Ու մենք մոտավորապես նմանատիպ ստատիստիկա, գուցե մի քիչ ավելի լավ ստատիստիկա ունենք։ Հետ նայելով կարող ենք ասել, որ այն ԿՀՊԿ պրոյեկտները, որոնք ֆինանսավորվել են կոմիտեի կողմից, ապա ես իրական թիվը չասեմ, բայց այդ օրենսները ունենալով կարող ենք ասել վստահաբար 10-ից 1-ը միանշանակ ստացված։ Մտել է բանակ։ Հիմա մտել է բանակ, երբ ասում ենք մտել է բանակ, խոսքը ես հասկանում եմ, որ մայիսի 28-ին որոշակի նմուշներ արդեն կցուցադրվեն, այն որ արդեն սպառազինության ներգրավել են արդեն, բայց գիտեք էլի, քանի որ հասարակությունը հատկապես բանակի հետ կապված հարցերում շատ զգայուն է ու նաև պահանջատեր է Փառք Աստծո, ասում է մի հատ ինձ խնդրում եմ զեկուցիր եղբայրիմ, ինչ է արվել այս ընթացքում, ինչ նոր բան է մտել բանակ, որը չգիտեմ, թռչում է, որը կրակում է, որը դիտարկում է, որը պայթում է։ Ինչ ունենք նորություն։ Թե թռչող սարքեր, թե պայթող սարքեր, թե դիտարկող սարքեր։ Իրականում բացի մայիսի 28-ի պառատից, կարծում եմ հարությունը լավ առիթ կունենա ծանոթանալու մեր վերջին տարիների մշակումներին հունիսի 3-ին 4-ին։ Հունիսի 3-ին 4-ին նախատեսվում է կազմակերպել Expo ցուցահանդես RISE խորագրով։ RISE-ը pasում է որպես Research, Innovation, Science, Engineering, այսինքն դա համալիրում, ամերիկյան համալիրում։ Այսինքն դա ռազմաարդյունաբերական Expo չի, որպես այդպեսին, դա նորարարությունների, ինժեներիայի Expo է, բայց հիմնական պրոդուկտները Expo-ի ընթացքում ցուցադրվող կլինեն նաև մեր ռազմաարդյունաբերական համալիրի մշակումները։
Ու հանրությունը իրոք առիթ կունենա մոտիկից շատ, մոտիկից տեսնել այդքան խոսացվող ամենատարբեր զինատեսակները, որոնք մշակվել են վերջին տարիներին։ Ես ինքս առիթ ունեցել եմ վերջին երևի կես տարվա ընթացքում 2-3 անգամ գնալ մեր այդ ամրաշինական շրջաններ, որ նոր են ստեղծվել։ Այնտեղ բնականաբար ոչ միշտ են ամեն ինչ ցույց տվել, բայց ասել են հանգիստ եղեք, այստեղ կան նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս, այսպես ասեմ, առանց ուղիղ ներգրավվածության զինվորի լուծել պաշտպանական խնդիրներ։ Թե դիտարկման իմաստով, թե խոցման իմաստով, հիմա այն ինչի մասին որ խոսում էին, այն ինչ որ երբեմն մեզ ցույց չեն տալիս կամ երբեմն ցույց են տալիս, ասում են, բայց սա գաղտնիք է, ոչ մեկին չասես։ Հիմա դրանց այսպես շատ հարաբերական է, քանի տոկոսն է տեղական արտադրության։ Սա ճշգրիտ թիվ սխալ կլինի ասել։ Գիտեմ։ Բայց կարելի է պարզ վերլուծություն անել։ Եթե համարենք, որ տեղական արտադրության գնումները կազմել են նախորդ 3 տարիներին 170 միլիարդ դրամ կամ նույնը մոտ 500 միլիոն դոլար, իսկ մեր ընդհանուր ռազմատեխնիկական համագործակցությունը, այսինքն արտասահմանյան գնումները կազմում են մի քանի միլիարդ, այդ պարզ վերլուծություն ցույց է տալիս, որ արդեն եկնիշ տոկոս է կազմում միայն տեղական արտադրանքը մեր սպառազինության մեջ, վերջին տարիների ձեռքբերումների մեջ։ Քանի որ արտասահմանյան գործընկերների մասին էլ խոսեցիք, տեսեք, մենք նոր գործընկերներ ունենք, իդեմ Հնդկաստանի, Ֆրանսիայի, էլի երկրներ կան, Ամերիկայի, Միացյալ Նահանգների արդեն անօթաչու սարքեր բերեց պարոն Վենսը իր հետ։ Հիմա, բայց տեսեք, ուրբաթօր այստեղ իմ հյուրներ ապրի Արմենիայի ավագիտ աշխատող Լեոնիդ Ներսիսյանը ինքը մի հետաքրքիր այսպես անալոգիա արեց, զուգահեռ տարանք մենք միասին Ադրբեջանի հետ։ Ուզենք չուզենք, դե աշկի ծայրով հետևենք այնտեղ ինչ է տեղի ունենում։ Տեսեք, մենք զինատեսակները, որոնց մասին խոսում ենք, նույն ֆրանսիական, հնդկական, հիմնականում գնում բերում ենք, այսինքն մենք որոշում ենք մեզ ինչ է պետք, մեզ բերում ենք։ Ադրբեջանը մի քիչ այլ տարբերակով է աշխատում, Ադրբեջանը պայմանագրեր է կնքում, ասենք Սլովակիայի հետ, Չեխիայի հետ, այս վերջերս նաև Ուկրաինայի հետ կնքեցին։ Բայց պարոն Ներսիսյանի կարծիքով այստեղ մենք ունենք էական առավելություն, որ այն ինչ որ մենք ունենք, դա մեր տեղական արտադրությունն է, այսինքն փակ ցիկլ է, այսինքն Հայաստանում է արտադրվում, նախագծվում, արտադրվում, հավաքվում։ Ի տարբերություն այն տարբերակի, որ կոմպոնենտները բերվում են Ադրբեջան, այնտեղ հավաքվում է ուղղակի։ Հիմա սա առավելություն է, թե առավելություն չի մեր դեպքում։ Միաժեք չի իրականում։ Կարճաժամկետում շատ ավելի արագ արդյունքի տանող մոտեցում է բերել փորձված որակյալ տեխնոլոգիա, թեկուզ միայն խոշոր հանգույցներով հավաքել քո մոտ, վստահ լինելով, որ սպառազինություն ունենաս որակյալ, փորձված, միջազգային արդեն փորձարկումներ անցած գուցե սպառազինություն։ Երկարաժամկետում ես վստահ եմ, որ մեր մոտեցումը մաքսիմալ շեշտ դնել տեղական մշակումների վրա ավելի քան արտահասված է, բայց այստեղ էլի հակասություն չկա։ Կոմիտեի վերջին մի տարվա աշխատանքը այն, որ բավական մեծ էներգիա ու ջանք է ուղղվել միջազգային համագործակցությունների զարգացմանը։ Բոլոր այն երկրների հետ, ում հետ մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, մեր նպատակն է եղել սկսել, կամ զարգացնել ռազմատեխնոլոգիական համագործակցություն։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, թե քննարկում ենք Հայաստանում, այսպես ասած, զբոսք անելու ամենատարբեր հարցեր, թե քննարկում ենք համատեղ մշակումներ։ Անցյալ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրար հետևից մենք բացարձակ 0 հանրային, այսպես ասած, կոմունիկացիայով մենք երկու շատ մեծ միջոցառում կազմակերպեցինք մեր գործընկեր երկու երկրների հետ։ Միջոցառումը կոչել էին CAMPT Cooperation Armenia Military Technology։ Ես երկրների անունները չտամ, բայց միջոցառման ընթացքում Google-ում լավ փնտրեք գտնենք։ Վստահ եմ ոչ մի բան չեք գտնի, հուսով եմ մենք կարողացել ենք այդքան լավ պահպանել այդ, այսպես ասած, ռադարից ներքև ենք պահել ամեն ինչ, բայց միջոցառումը երրորդյա հետաքրքիր ֆորմատ էր, որը համատեղում էր թե բիզնես ֆորումը, թե փոքր զորավարությունները։ Հայաստան են եկել տասնյակ ամենախոշոր ռազմարտությունաբերության ընկերությունների ներկայացուցիչներ։ Այսինքն
ռազմական կոմպոնենտ էլ է եղել։ Այո։ Հայաստանը այդ տասնյակ ռազմարտությունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ամենաբարձր, միջին, ինժեներական, բիզնես մակարդակով երեք մենք ունեցել ենք շփումներ մեր ռազմարտությունաբերության ընկերությունների հետ, հյուրանոցու, ռեստորան, պրեզենտացիաներ եւ այլն, դա այդ բիզնես ֆորումի ֆորմատն է։ Հաջորդ օրը եղել ենք պոլիգոնում, այսինքն զորավարժանում իրական փորձարկումներով։ Այսինքն նպատակն էր մեր ցույց տալ մեր տեխնոլոգիան, ոչ թե որպես էքսպոնատ, այլ իրական գործարկելով, փորձարկելով, իրական պայթյուններով, իրական թրծնելով, իրական հայտնաբերելով, ճամերներով, ԱՑՍ-ներով, մարտագլխիկներով, որը շատ կարծում եմ փոխեց մեր գործընկերների մոտ հայկական ռազմարտությունաբերության արկա մակարդակի ու ներուժի մասին ունեցած պատկերացումները։ Դրանից հետո շատ ակտիվ շարունակում են, ես վստահ եմ, մենք այդ միջոցառումների, այսպես ասած, պտուղները դեռ նոր ենք քաղելու ու ամեն ամսվա կտրվածքով զգում ենք դրա, այսպես ասած, նյութականացվելու գործընթացները։ Իդեմս ամենաակտիվ զարգացող խոսակցությունների արտասահմանյան գործընկերների հետ։ Բայց մեր շեշտը լինելու է համատեղ մշակումներ անելը։ Այսօր վաղը արդեն Հայաստանում լինելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետական այցով եւ որքանով որ ես եմ տեղյակ, ամենայն դեպս այդպես էր տեղեկատվությունը իմ ունեցած նկատի ունեմ, որ ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք այսպես ընդհանուր առմամբ ռազմաարդյունաբերությանն էլ են վերաբերելու, պայմանագիր ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությանն է վերաբերելու, բայց այնտեղ կան նաեւ տարբեր կոմպոնենտներ, այսպես ասեմ, կոմպոնենտներից մեկը կարող է լինել օրինակ ռազմաարդյունաբերությունը։ Կարող է։ Լավ, այսպես մի քիչ ավելի ընդհանուր հարց տամ։ Արդյոք կարելի է ակնկալել, որ առաջիկայում, տեսեք, դուք ասացիք, որ այն ինչ որ անում են մեր հարևան երկրում, ըստ էության, մեր առավելությունն է, որ մենք ամեն ինչ ինքներս ենք անում, բայց այնտեղ էլ էֆեկտիվության որոշակի աստիճան կա, որովհետև դա շատ ավելի արագ է լինում բերել հավաքելը եւ դա որոշակի նաեւ մշակույթ է բերում, չէ՞։ Հիմա արդյոք կարող եք ակնկալել, որ առաջիկայում մենք էլ կսկսենք այդ մշակույթը ներկրելու ուղղությամբ աշխատել։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դա բավական բարդ գործընթաց է իրականում, շատ ավելի բարդ, քան ուղղակի զենք գնել բերելը, որովհետև ի վերջո ամեն ինչ դառնում է բիզնես հետաքրքրություն կայացնելուն։ Հետևաբար արտասահմանյան խոշոր ընկերության համար Հայաստանում ներկայացված լինելը կամ Հայաստանում ենթադրենք հավաքման արտադրամաս բացելը որոշվելու է հիմնականում, չեմ ասում միայն, բայց հիմնականում բիզնես նպատակահարմարությամբ։ Ինչն էլ իր հերթին ենթադրում է կամ բխում է, թե ինչ տիպի պատվերներ կլինեն հայկական բանակի կողմից կոնկրետ ապրանքի 1 ու 2-րդ արտահանման ինչ հեռանկարներ կլինեն։ Հետևաբար դուրս է գալիս, որ նման հնարավորություն խոսելուց մենք խոսում ենք ամենաբարդ միջազգային արժեշղթայի մեջ լրջագույն բիզնես process-ի մասին, որը մի օրում հնարավոր չի կայանա, բայց մենք շատ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Պարոն Ջիվանյան, ռազմաարդյունաբերության ոլորտում ներգրավված մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ ես տարբեր առիթներով հանդիպել եմ, ժամանակին դժգոհություն կար, երկու դժգոհություն կա հիմնականում, հերթով դրանց մասին խոսենք, առաջինը ասում էին, որ բավական դժվար էր աշխատել մի ժամանակ, չեմ ասում հիմա, աշխատել կոմիտեի հետ, որովհետև այդ թղթաբանական քաշք շուկա ահավոր շատ էր, որ պրոյեկտները գնում էին, լրվում էին ամիսներով, շաբաթներով եւ այլն, այն դեպքում երբ այդ ամեն ինչը արագություն է սիրում։ Հիմա այդ արագությունը տրվել է գործընթացներին, թե չէ։ Կարծում եմ արագության փոփոխություն կա, ու կա ավելի հստակեցում ակնկալիքներ, թե ինչպիսին պիտի լինի մաքսիմալ ժամկետներ այդ process-ի, բայց ֆիքսենք, որ այդ դժգոհությունը ոչ միշտ է օբյեկտիվ ունի օբյեկտիվ շատ մեծ կոմպոնենտ, բայց պետք է լինի հստակ գիտակցում, որ եթե խոսում ենք նոր զենք, այսինքն ռազմական արտադրանք մշակելու ուղղությամբ, դա պահանջում է ոչ թե գալիս են թղթերը, թղթաբանությունը կոմիտեում ամիսներով մնում են, այլ դա քննարկվում, շրջանառվում ու հստակ դիրքորոշումներ ենք ստանում նաև մեր
գլխավոր շտաբի գործընկերներից, հիմնական շահառուից։ Այսինքն իրենք ասում են արժե է ուղղությամբ մտածել, թե չարժե։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե մի process-ը տևում է պայմանական, ինչ որ լուրջ փուլ համաձայնեցնել, ծրագիր փորձարկումների ծրագիր մեթոդիկա համաձայնեցնել կամ ցեղ առաջադրանքը համաձայնեցնել, պայմանական տևում է 2 ամիս կամ 3 ամիս։ Դա շատ է թե քիչ։ Իմ համար շատ է, բայց գուցե համեմատելով այլ երկրների հետ պարզվի, որ այդքան էլ շատ չի։ Իհարկե մենք էլ ենք ուզում, որ ամեն ինչ արագ լինի։ Ես տեսնում եմ, որ իսկ տեղ կա էլ ավելի օպտիմիզացնելու, բայց պետք է ըմբռնենք, որ դա մենք նոր ռազմական նշանակության ապրանք սարքել իր բոլոր փուլերով, նույնքան բարդ ու պատասխանատու է, ինչքան օրինակ, չգիտեմ, ամենաբարդ պրոդուկտներից մեկն է, չէ՞, ամենապատասխանատու, որովհետև չես կարող զինամթերքը մտնի սպառազինություն կամ աշխատի կամ չաշխատի, մեկ-մեկ աշխատի, մեկ-մեկ չաշխատի։ Դրա համար այդ գործընթացները, այո, կարելի է էլ ավելի օպտիմիզացնել, բայց կլինեն սահմաններ, թե մինչև ինչքան։ Երկրորդ խնդիրը, տեսեք, կոմպոնենտների հետ կապված երբեմն բարդություններ են առաջանում։ Մասնավորապես այս վերջերս լուրջ խնդիր կար վառոդի ներկրման հետ կապված, չէին կարողանում բերել, որովհետև այստեղ արդեն մեկ էլ հանկարծ սկսում էր ինչ-որ ԵԱՏՄ կանոնակարգ աշխատել, բերում են, չեն բերում, գալիս է, չի հասնում եւ այլն, ու դա բավական այսպես լուրջ արգելք էր դարձել շատերի համար, որ մարդիկ չեն կարողանում աշխատել, որովհետև այդ փամփուշտը որ սարքումից պետք է լցնես մեջը, վառոդը։ Հակառակ դեպքում ինքը այսպես մետաղի ջարդում է։ Այդ կարգի խնդիրների լուծմանը ինչքանով է մասնակցում կոմիտեն մասնավորապես եւ ինչքանով է էֆեկտիվ է մասնակցությունը։ Կոնկրետ վառոդը շատ առանձնացող դեպք է, որովհետև կոմպոնենտները շատ տարբեր են լինում, տանկի վերանորոգման կոմպոնենտները դա այլ բարդություն է, բայց վառոդի վրա եթե կենտրոնանանք, եկեք սկսենք մի ելակետից, որ հիմա ամբողջ աշխարհում կա վառոդի սուր դեֆիցիտ, ու վառոդ արտադրում են գուցե 1 տասնյակ երկրներ։ Վառոդ ներկայելու մեջ կոմիտեի աշխատանքը շատ կոնկրետ է, կառավարություն մակարդակով այդ հարցը բարձրացնելու մեր գործընկեր տարբեր երկրների հետ։ Դա ես իսկապես կարող եմ ասել, որ ամենակարևոր, ամենաբարդ հարցերից մեկն է, բայց որի ուղղությամբ էլի շատ ակտիվ աշխատում ենք, ունենք հաջողություններ, սխալ կլինի երկրների անուններ տալ, իհարկե, բայց մեր արտադրությունները շարունակում են աշխատել։ Երրորդ խնդիրը, որ ռազմաարդյունաբերության ոլորտի այսպես մասնակիցները երբեմն այսպես բացահայտ չեն ասում, բայց այդ դժգոհությունը կա, ասում են մեր բանակը մի քիչ նորարարությունների նկատմամբ այսպես ոսկրացած է, այսինքն զինվորականները միշտ չի որ հասկանում են այն գաղափարները, որ փորձում են գալ այս բարձր տեխնոլոգիական ուղղությունից, հա, բան որ երբեմն գերադասում են մնալ կացինի հույսին, այն դեպքում երբ ասեն կարելի անել շատ ավելի էֆեկտիվ լուծումների, ու դա բարդացնում է բավական աշխատանքը։ Դուք երբեմն ըստ էության միջնորդ եք դառնում գլխավոր շտաբի եւ ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների մեջ։ Այդ խնդիրը արդյոք չափազանցված է, ոնց որ ներկայացնում են, թե կա ինչ-որ ձևով լուծվում։ Բանակը չի կարող նորարարությունները կլանել այն տեմպով, ինչ տեխնոլոգիական բիզնեսմենը կամ ինժեները։ Որովհետև բանակը դա բարդ համակարգ է, շատ բարդ համակարգ է ու օբյեկտիվորեն, ու դա էլի խնդիր է ամբողջ աշխարհում, սա ես գուցե երկրորդ անգամ եմ կրկնում, բայց սա շատ կարևոր է ամրագրել ավելի ճիշտ, այսպես ասած, պատկերացում ունենալու մեր իրականության մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ, նույն Ֆրանսիայի նորարար բիզնեսմենը, հա, որ նոր հետարքի պրոդուկտ է սարքել, կարող է նույնքան կամ ավելի շատ բողոքել Ֆրանսիայի զինված ուժերի, այսպես ասած, նորարարությունները կլանելու արագությունից կամ տեմպից։ Այդ խնդիրը կա օբյեկտիվորեն ու այդտեղ այո կոմիտեն իրականում հանդիսանում է միջնորդ, գուցե միակ միջնորդ, ու մենք իրականում հենց հիմա կարևորագույն ռեֆորմներ ենք անում այդ ուղղությամբ։ Խոսքը վերաբերվում է բանակի ընդհանուր կառավարումը ավտոմատացնելուն։ Կան այսպես կոչված C2, C4 ISR համակարգեր, որոնք command control համակարգեր, որոնք
որոնց ներդնումը ոչ միայն ծրագիրը գրել կամ ծրագիր ունենալն է, որ ինքն իրանով տեխնոլոգիական խնդիր է, բարդ խնդիր է, հասկանալ թե ինչ ծրագիր է պետք գրել, կազմել ճիշտ տեխնիկական առաջադրանքն է շատ բարդ է, բայց կա էլ ավելի կարևոր մեկ բարդություն։ Երբ որ դու ավտոմատացնում ես տարբեր գործընթացներ, նաև մեծ ռիսկեր է ստեղծում։ Հենց նույն, եթե քո process-ները դառնում են թվային, ապա դու ամբողջությամբ պիտի կարողանաս կառավարել բոլոր կիբերանվտանգության, այսպես ասած, չէ, ռիսկերը, ու ոչ միայն կիբերանվտանգության։ Հետևաբար ամենակարևոր գործը, որ մենք պետք է անենք, հնարավորինս արագ, խորը մակարդակներով կարողանանք ավտոմատացնել կառավարումը։ Դա լրջագույն օրենսդրական ռեֆորմներ է պահանջում։ Նույնիսկ հնարավոր չի հիմա պատկերացնել, թե ինչ շերտեր ունի դա, բայց ես կարծում եմ մեր մոտ նախորդ ամիսներին հստակ կարողացել ենք խնդիրը ձևակերպել, գալ լուծման ճանապարհային քարտեզի, ու լուծման ճանապարհային քարտեզի շուրջ ունենալ խորը ներդաշնակ քննարկումներ մեր գործընկերների հետ, գլխավոր շտաբի, ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ, եւ հստակ է, որ կա, այսպես ասած, քաղաքական կամք գնալ այդ ռեֆորմներին։ Քանի որ ռեֆորմներից խոսեցիք եւ նաեւ վերեցիք Ուկրաինայում ընթացող պատերազմի օրինակը, տեսեք, մեկ այլ օրինակ էլ կա Իրանում ընթացող պատերազմ, Միացյալ Նահանգներ, Իրան պատերազմը, այնտեղ ինչ եղավ առաջին 2-3 օրվա ընթացքում հարվածներ հասցվեցին ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը ոչնչացվեց, հետո բայց իրավիճակը փոխվեց, որովհետեւ իրանական կողմը փոխեց իր ռազմավարությունը, մարտավարությունը ավելի ճիշտ, գնաց ապակենտրոնացման քաղաքականություն։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, ըստ էության ինքը կենտրոնացնում է։ Այն դեպքում, երբ հաղթում, չէ։ Այն դեպքում, երբ այսինքն ինքը տալու է հնարավորություն ավտոմատացում թվայնացնում է, այսինքն ինքը տալիս է հնարավորություն դա այլ հարց է։ Հա, հիմա այդ համակարգը, որ դուք ասում եք, որը պետք է ռեֆորմների արդյունքում ըստ էության վերցվի, հնարավոր դարձնի, հիմա դա ենթադրում է այն իմաստով, այսինքն ապակենտրոնացում են իմաստով, որ մարդկային գործոնը, եթե հիմնականում չեզոքացվում է կամ ասենք նվազագույնի է հասցվում, արդեն տարբեր ստորաբաժանումներ ունեն իրենց տրամաբանությունը, ինչ պիտի անեն, ոնց պիտի անեն եւ չեն սпасելու, ասենք նույն գլխավոր շտաբից հրամանի։ Կարծում եմ, այս հարցը իրականում պետք է տալ ոչ թե ռազմարտությունաբերության ես ինժեներական մտքի որպես իսկ ինժեներական մտքի առումով համակարգը պետք է հնարավորություն տա տակտիկա, այսինքն իրականացնել ամենատարբեր տակտիկաներ կամ ռազմավարական պլաններ։ Եթե գլխավոր շտաբի պլանը կլինի մաքսիմալ ապակենտրոնացված, ապա համակարգը էլեկտրոնային կամ կառավարման համակարգը պիտի դա հնարավոր դարձնի։ Եթե կլինի այլ տակտիկա, էլի պիտի տեխնոլոգիան չսահմանափակի մարտավարությունը։ Հիմա վերադառնալով արդեն ռազմարտությունաբերության ոլորտում իրականացվող փոփոխություններին, չասեմ բարեփոխումներին, որտեղ բարեփոխում բառը այնքան փոփոխությունը շատ է, որովհետև դրանք շարունակական են ու անընդհատ։ Հիմա տեսեք, որոշում կայացվեց շարունակել այդ եռամյա պայմանագրերի կնքումը, ինչը ըստ էության բերեց նրան, որ ռազմարտությունաբերության ոլորտի մասնակիցները, այսպես ընկերությունները վստահ լինեն, որ գոնե 3 տարվա կտրվածքով իրենք խնդիր չունեն, իրենք պայմանագիր ունեն, իրենք այդ պայմանագիրը պետք է սպասարկեն։ Սա բերեց որակական փոփոխության։ Որակական, սա այսպես ասենք, սա նախ կարևոր արձանագրել, որ եռամյա պայմանագրերը եւ ամենակարևոր հանգամանքներից էր մեկն, որ շարունակվեց այդ փաստը, որովհետև անցյալ տարի քննարկվում էր դրա հետագա շարունակելու, այսպես ասած, անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք եւս մեկ շարունակվող եռամյա ծրագիր։ Եռամյա ծրագիրը իրականում շատ հետաքրքիր պայմանագիր է խթանելու մեր արտադրությունը, շատ հետաքրքիր մոտեցում է եղել խթանելու մեր արտադրությունը, բայց նա շատ օրենքի տեսակետից ոնց որ տարբերվող, այսպես ասած, տարբեր մոտեցումներ է պարունակում։ Եվ ես վստահ եմ, որ հաջորդ անգամ մեր ռազմարտությունաբերողների պայմանագրերը պետք է շարունակվեն նույն պայմանագրային հիմունքներով։ Գուցե մենք կարողանանք մտածել ներդնել այլ մեխանիզմներ, որոնք այս պահին քննարկման դեռ չի սկսվել, որովհետև
Երեմյանը գնում։ Բայց միանշանակ ես շարունակվող Երեմյան թույլ կտա ել ավելի հասունանալ մեր արդյունաբերողներին։ Ես մեր ռազմարդյունաբերության մասին կարող եմ հետևյալը ասել, որ ունենք շատ մեծ առաջընթաց, դա հանրությունը ինքնուրույն կկարողանա համոզվել հունիսի թե մայիսի 28-ին, թե հաջորդող ցուցահանդեսի ժամանակ շատ ոգևորիչ է առաջընթացը, բայց հիմա մենք մտնում ենք շատ ավելի բարդ, շատ ավելի պատասխանատու փուլ, որը կարող ենք ասել գուցե հասունացման փուլ։ Մեր նպատակն է թե որակապես, թե միջազգային, այսպես ասած, արժեշղթաների մեջ ներգրավելու առումով նոր մակարդակի հասնել մեր ընկերություններին։ Իսկ դա դրիվ նոր մարտահրավեր է, նոր կամայական, չգիտեմ, բիզնեսմեն, կամ նույնիսկ սպորտսմեն գիտի, որ երբ հաղթահարում ես մի նշաձող, ինչքան շատ ավելի բարդ է, չէ, հաջորդ նշաձողը։ Մենք հիմա կանգնած ենք այդ անցումային կետում։ Պայմանական ասած, մենք որպես սպորտսմեններ ձգտում ենք օլիմպիական ոսկու։ Մենք ձգտում ենք միջազգային ասպարեզ դուրս գալու։ Դե այդ օլիմպիական ոսկին է ըստ էության։ Լավ, արծաթին էլ ենք համաձայն ըստ էության, ված չէր մնի։ Հիմա այստեղ մի քիչ այսօ ամփոփելով մեր զրույցը, դուք մեդալի երկու կողմին էլ ծանոթ եք, այսինքն դուք գիտուժից եկել եք պետական կառավարման համակարգ։ Գիտուժից։ Նկատի ունեմ, որ դուք այնտեղ արդեն եղել եք, դուք գիտեք այս մեդալի հակառակ կողմից այս կողմից ոնց է նայվում։ Հետո դրանից հետո եկել եք արդեն ռազմաարդյունաբերության կոմիտե որպես նախագահ, այսինքն գիտեք նաև այս ամեն ինչ։ Հիմա ըստ ձեզ հնարավոր է գալ մի օր այնպիսի իրավիճակի, որ այս մեդալը մի կողմ ունենա մենակ, այսինքն այնքան այդ ամեն ինչը դառնա միասնական, այնքան լավ իմաստով ավտոմատացված լինի աշխատանքը, որ սկզբունքորեն ռազմաարդյունաբերություն, գիտություն ըստ էության դառնան հոմանիշներ։ Տեսեք, չգիտեմ հոմանիշներ կդառնան, թե չեն դառնա, բայց մեր հաջորդ կարևոր քայլերից մեկը, ես մի փոքր հեռվից կամ ռազմաարդյունաբերության զարգացման ռազմավարություն ստանալն է։ Ես վստահ կարող եմ ասել, որ այդ ռազմավարությունը, անկախ ինչ բովանդակություն կունենա, կսկսվի 3 հիմնական կետից։ Ռազմաարդյունաբերությունը դա գիտության զարգացման լոկոմոտիվներից մեկն է։ Ռազմաարդյունաբերությունը դա առանձին արտադրական բարձր տեխնոլոգիական արտադրություն է արտահանման հեռանկարով, եւ իհարկե որ ռազմաարդյունաբերությունը պետք է նպաստի մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացին։ Այսինքն այն փաստը, որ ռազմաարդյունաբերությունը գիտության զարգացման ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, այդ առումով ես կասկած չունեմ ու անպայման կներդաշնակվի ինչ-որ մի պահից, այսպես ասած, մեդալի երկու կողմերը, երբ որ մենք կարողանանք հասնել այս գիտահետազոտական փորձակոնստրուկտորական, այսպես ասած, ֆինանսավորման ավելի սահուն, ավելի արդյունավետ մեխանիզմների ու գործընթացների։ Այս ԿՀՊԿ ֆինանսավորման մասով ես նշեմ, որ դա շատ բարդ խնդիր է եւ թե ինչու չի ծախսվում գիտահետազոտական ամբողջ բյուջեն կոմիտեի։ Ինչու է միշտ թերակատարում, սա երևի հանրության հուզող ամենակարևոր հարցերից մեկն է։ Այդ հարցը ես որպես գիտուժի անդամ տվել եմ ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահին, փորձելով հասկանալ խնդիրը, ու խնդիրները շատ բազմաշերտ են։ Մեր թիրախը կոմիտեի թիրախն է գրանցել տարեկան 20-30% առողջ աճ։ Ինչ է նշանակում առողջ աճ։ Որ այդ աճը շարունակվի տասնյակ տարիներ անընդհատ։ Չլինեն մեծ պիկեր, ցույց տալով թե այդ պահին ինչքան լավ է աշխատում կոմիտեն, բայց հետո շատ տարբեր պատճառներից կախված դա ենթակա լինի մի անգամից տապալման։ Կարծում եմ կոմիտեի աշխատանքը մեր ամեն դեպքում մեր մոտեցումը այն է, որ արդյունավետ կլինեն մեր ջանքերը միայն, եթե մենք կարողանանք 5-10 տարվա կտրվածքով ապահովել կայուն երկարաժամկետ աճ։ Հուսանք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։